ես սկզբունքորեն չեմ լրացրել այն փաստաթուղթը, որը պետք է ինձ հնարավորություն տար գաղտնի տեղեկատվություններ ստանալու, որովհետև ես գտնում եի, որ առաջնային մանդատ ունեցող ազգային ժողովը չպետք է ենթակա լինի այն մարմնին, որը վերահսկվում է ազգային ժողովի կողմից, եւ այդպես իմ սկզբունքային մոտեցումը դա էր, եւ մեր խմբակցությունում կային էլի պատգամավորներ, ովքեր կիսում են այդ տեսակետն եւ այդ գաղտնիության փաստաթուղթը չլրացնեցին եւ մեծ հաշվով սրանցից ոչ մի բան գաղտնիք լսել հնարավոր չէ, որտեղ իրենք ամեն ինչ թաքցում են, բայց սրանց գործողությունների մասին ադրբեջանցիներն էին տեղեկացնում, թե ինչ են անելու, տարածքների հանձնում եւ այլն եւ այլն, այնպես որ ոչ մի գաղտնի բան չկա, ադրբեջանցիները մանրամասն ասում էին, թե ինչ են անելու սրանք։ Այս անհեթեթությունը, ուրեմն ես հիմա նորից ուզում եմ հայտարարել, Նիկոլ Փաշինյան, դու իմ կլիենտն ես, ուրեմն դու ես ներկայացրել եմ, թե ինչ պետական դավաճանությամբ ես զբաղվել եւ ես դա քեզ չեմ ներելու, այս ինչ որ դու անում ես եւ այն պիտակավորումը, որ կպցնում ես, դա քեզ չի ներվելու։